Արդեն 7 տարի է, ինչ մենք հայերս մեր երկրում վկա ենք և մասնակից անվերջ պայքարի, որը մղում է իշխանությունը բոլորի դեմ, սկզբից նախկինների, հետո նախկիններից նախկինների, հետո դատարանների, դատավորների, հետո Սփյուռքի, հիմա եկեղեցականների դեմ, ինչի համար է իշխանությունը պառակտում, բաժանում մեզ մասերի, կռվածնում միմյանց հետ, մինչդեռ հիմա մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն, հավաքական ուժ, միասնություն։ Դրա պատասխանը ես գտա վիճակագրական տվյալներում։ Պարզվեց, որ Հայաստանում աղքատությունը հիմա կազմում է 21,7%, համեմատության համար Վրաստանում այդ տոկոսը 9,4 է, Ադրբեջանում 5,2։ Պարզվում է, որ ծնելիությունը Հայաստանում ընկել է 5%-ով, ազգաբնակչության բնական աճը իջել է 22%-ով, հարսանիքների քանակությունը 1,5 հազարով նվազել են, ամեն 1000 հարսանիքներից 353-ը ավարտվում են ապահարզանով։ Ինչու այդ ամենը։ Ինչու է աճում զանգվածային արտագաղթի սպառնալիքը, որովհետև մարդիկ հոգնել են ապրել այն մթնոլորտում, վախի, անորոշության, Եվրոպա գնալ չգնալու, Ռուսաստանին ու Ադրբեջանին մերձենալու այն մթնոլորտի մեջ, որը ստեղծում են իշխանությունները։ Ահա ինչու է իրենց պետք այս վախը, որպես ծխավառաքույր փակելու այս բոլոր խնդիրները։